Տան խմբակցության աշխատանքը 5 տարի։ Աշխատանքը փորձում են շատ քննադատել եւ ավելի շատ քննադատում են Հայաստան Դաշինքին, ոչ խորհրդարանական ուժերը։ Հիմա մենք լավ ավելի ակտիվ պայքարող ուրիշ միավոր կա խորհրդարանական։ Չեմ կարծում։ Ես գնահատում եմ դրական եմ գնահատում եւ համարում եմ, որ ամենայն դեպս 28 ձայնով ինչ հնարավոր էր խորհրդարանում արել ենք։ Եվ այդ ընթացքում ունեցել ենք մեկ կորուստ, մեկ падգամավորի։ Եթե դուք ունեք օրինակ ինձ հետևյալն են ասել, ես չեմ ստուգել, որ միակ դեպքն է, որ ծերից ծեր, ասենց ամբողջ այդ 5 տարվա ժամանակահատվածում ֆրակցիան չի փլվել, չի փլզվել, չի մասնատվել, չի բաժանվել։ Ինձ ասում են դա միակ դեպքն է, ես չեմ ուսումնասիրել, մի հատ նայեք, էլի անցյալը նայեք, գնանք տեսնենք ինչպիսի պատկեր է եղել։ Բավական համակարգված ենք աշխատել, կարելի էր ավելի լավ, ենթադրում եմ, որ կարելի էր։ Միշտ էր ասենց մարտական տրամադրությունը, մեկ-մեկ օրինակ Ֆրանսիայի հրապարակից հետո ասենց անկումային մի շրջան կար։ Մարդիկ են, մարդկանց մոտ կա ոգևորություն, կա որոշակի անկումային տրամադրություններ, եղել է նաև դա ֆրակցիա։ Բայց հիմա բավական մարտական եւ պատրաստ ենք նաև ընտրություններին գնալ։ Թարմացված նաև կազմով։ Իսկ այդ դեպքում ինչի համար են իշխանությունը ԿՊ-ի падգամավորները պարբերաբար հայտարարում են, որ ընդդիմություն իրենց համար նվեր է։ Բա ինչ ասեն։ Ասեն լավ ընդդիմություն, հա։ Դուք սպասում եք, որ կարող է ԿՊ-ն ասի ընդդիմությունը լավ ընդդիմություն է։ Բայց ինչի են նյարդանում հենց այդ հարց ու պատասխանի ժամանակ։ Նայեք, եթե իրենց առաջնորդը ինքը չտիրապետում ինքը իրեն, ոնց պիտի ինքը իրեն չտիրապետող մարդը պետության Հայաստանի Հանրապետության ղեկին նստածն է։ Բայց սա է պրոբլեմ, այդ հարցը ամեն մեկը պիտի իրեն տա, չէ։ Այս մարդը ինքը իրեն չտիրապետում։ Այդ նույնն է, որ դուք մի հարց տակ կամ օրինակ ստեղ եղել են, չէ, բավական ասած բարդ հարցեր։ Ես հիստերիկաների մեջ մտնեմ, այս սեղանը շուրջ տամ, չգիտեմ, այս կոֆեի բաժակը վերցնեմ, մեկի վրա գցեմ, այս ինչա գլխները պատով տվեք, չգիտեմ, ինչ կմ։ Նորմալ է։ Ինձ որևէ մեկը ձեզանից տեսած է, ասենց հունից դուրս եկած։ Կարծում եք ես էմոցիա չունեմ։ Բայց իմ ամբողջ կյանքի փորձը ինձ հուշում է եւ ասենց այդ տրեյնինգը դրա վրա է, որ այդ էմոցիան պիտի պահես։ Բայց կարգ ու կանոն պիտի վիճակ լինես հաստատել։ Երկրի ղեկավարի հիմնական ֆունկցիան պետական համակարգը ամբողջությամբ ժամացույցի պես աշխատացնելն է, ժամացույցի պես։ Այսօրվա այս բարդակը, որ տեսնում են պետական համակարգում, մի խայտարակություն է։